հարգարժան հաստատանը բնական եմ համարում, որ պիտի փորձեր պաշտպանել դեր Գարեգինին, բայց կարծում որ այդ ամենը չպետք է աներ, մեզ սևացնելու դնով կամ ճանապարհով։ Եվ հետևաբար որոշումը դու չես։ Լրություն դառնի։ Անդադ շեշտվում էր օրենքը, բայց մենք այն մարմինը եկեղեցական վարձակույն, որ պիտի օրենքը պահպանի, այդ մարմնի նկատմամբ վստահություն չունենք։ Ինչի չունենք, որովհետև այս ընթացքում եկեղեցու մեջ շատ իրադարձություններ են տեղի ունեցել։ Խոսում ենք պղծությունից իրական պղծություն է տեղի ունեցել, բայց նույն այդ օրենքը պահպանող մարմինը որևէ գնահատական դեռ այդ պղծությանը չի տվել, եւ անդադ փաստաբանները իրենց խոսքի մեջ շեշտում են, որ եկեղեցին պղծվել է, ուրեմն դեռ շարունակվելու են մեր խորանները պղծվել, այն դեպքում, երբ որ նմանատիպ հոգևորականները կմնան Ֆարաջայով եւ Կապայով այս եկեղեցու մեջ, իսկ մեր մտնելուց ու դուրս գալուց եկեղեցին պղծված համարողները եկեղեցուց շատ հեռու մարդիկ են եւ փաստաբանը շեշտեց, որ ինքը դեր Գարեգինի հետ անձնապես շփում ունի։ Ես էլ այս դատական պրոցեսի ընթացքում դեր Գարեգինի շահերը պաշտպանող փաստաբանի հետ շփում ունեմ, բայց ես ուրախ եմ, որ ինքը որոշել է ներկայացնել դեր հոր շահերը։ Եվ եթե անձնական հարաբերությունները փորձենք հաշվի առնել, միգուցե փաստաբանը այսօր այստեղ չլիներ եւ հնարավոր է, որ իր ներսում նաեւ դրական վերաբերմունք ունենա այն վերաբերյալ, բայց դա այս գործի հետ պիտի կապ չունենա։ Դուք շեշտեցիք, որ պետք է հազարավոր հավատացյալների հնարավորություն տալ, որ քահանան հնարավորություն ունենա իրենց հետ շփվելու եւ պետք է հավատացյալներին այդ բախտին արժանացնել։ Նույն է, եթե փորձում եք պաշտպանել, հաշվի առեք հետեւյալը, որ հազարավոր հավատացյալներ մեզ են ուզում տեսնել այս եկեղեցու մեջ, ովքեր որ շփվում են մեր հետ, ովքեր մեր ձեռքից ստանում են հաղորդություն, եւ ինչքան էլ որ դուք փորձեք պաշտպանել, միևնույն է, այդ մարդիկ ճշմարտությունը հասկանում են, գիտեն եւ դրանից հետո այն օրենքները, որը պիտի եկեղեցին կիրառել, չի կիրառվում, բայց այդ օրենքները պահում ու պահպանում են մեր հավատացյալները։ Այս պարագային մեր շահերի պաշտպանը ժողովուրդն է եւ հավատացյալները։ Այսքան